Այլ կերպ ասած, սա կոչվում է էրեկցիայի խնդիր։ Մի խնդիր, որը բավականին շատ տարածված է 21-րդ դարում, գուցե այլ ժամանակներում էլ է տարածված եղել, ուղղակի այն ժամանակ չգիտեին ում դիմել, ոնց խոսել այդ խնդրի մասին կամ ընդհանրապես խոսել թե ոչ, բայց ներկա ժամանակներում էրեկցիայի խնդիրը տղամարդկանց մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիր է եւ սեքսոլոգիական օգնության դիմաց տղամարդկանց թիվը բաժանվում է երկու մասի, կապված վաղաժամ սեննաժայթման հետ եւ էրեկցիայի խնդրի հետ։ Մնացած սեքսուալ դիսֆունկցիաների հետ կապված դիմելությունը ավելի նվազդ տոկոսների վրա է գտնվում։ Առնանդամը ինչքան ուշ է գրգռվածությունը ինչքան ուշ է լինում, առնանդամը ինչքան ուշ է ձգվում, այնքան շատ արագ էլ կորցնելու է ձգվածությունը։ Սա լրիվ տրամաբանական է։ Բոլորի մոտ այդպես է։ Առնանդամը ինչքան ուշ ձգվեց, ինչքան շատ ժամանակ երկար տրամադրեցիք, որ առնանդամը ձգվի, այնքան ավելի արագ կկորի ուրեմն անդամի ձգվածությունը։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ շատ հաճախ այս ամենին տակ թաքնված են լինում նաև օրգանական լուրջ պատճառներ, ես ավելի եւ ավելի անգամներ շատ եմ անդրադառնում այս հարցին, որ մենք պետք է փորձենք մի փոքր հետևողական լինել եւ հասկանալ, որ հիպոթեզը, որ բոլորի մոտ հոգեբանական խնդիր է եւ այո, շատերի մոտ կա հոգեբանական խնդիր, ու ընդհանրապես յուրաքանչյուր օրգանական պաթոլոգիայի մեջ թաքնված է լինում նաև հոգեբանական բաղադրիչը։ Էրեկցիայի խնդիրը առաջացել է անոթների նեղացման պատճառով, հորմոնալ դիսբալանսի պատճառով, մետաբոլիկ խանգարումների պատճառով, բորբոքային պրոցեսի պատճառով, թե ինչի պատճառով հիմքում թեկուզ ընկած է լինում օրգանական պատճառը, բայց ամեն դեպքում զուգահեռ գնում է նաև հոգեբանական խնդիրը։ Տեսեք, շատերը խոսում են, բորբոքային պրոցեսը բերում է էրեկցիայի խանգարմանը, ոչ այնքան է այդպես։ Բորբոքային պրոցեսի ժամանակ տեսեք շատ մարդիկ ունենում են թարախային արտադրություն կամ ինչ-որ տհաճ երևույթներ։ Մարդիկ կամ որ հենց այդ երևույթից նեղվելով չեն ուզում հարաբերություն ունենալ, ասում են իմ մոտ էրեկցիայի խնդիր կա։ Մարդիկ կան, գիտակցելով հանդերձ, որ այդ թարախային պրոցեսի կամ այդ բորբոքային նշանների տակ թաքնված է այն, որ ինքը փաստորեն մի ամիս առաջ կամ ինչ որ մի ժամանակ առաջ ունեցել էր կոնտակտ, ինֆեկցիա է վերցել, հիմա էլ այդ ինքը կնոջն է վարակել, մեղքի զգացումը տանջում է նրան եւ ինքը չի կարողանում նորմալ հարաբերություններ ունենալ զուտ մեղքի զգացումից։ Այս ամենը պետք է միմյանցից տարբերել։ Հոգեբանական խնդիրը, օրգանական խնդիրը, թե երկուսը իրար հետ միախառնված, սա պետք է տարբերակել իրարից, հակառակ դեպքում հնարավոր չէ մարդուն օգնել, որտեղ հոգեբանական պատճառներն ուրիշ մոտեցում են պահանջում, օրգանական պատճառներն ուրիշ մոտեցում են պահանջում, այդ մոտեցումը եւ վերաբերվում է դեղորայքային նշանակմանը եւ բժշկի մոտեցմանը եւ ճիշտ ներկայացնելը պացիենտին։ Դա էլ է շատ կա, որ պացիենտը ճիշտ պատկերացնի իր խնդրի էությունը։